Հիսուսով եղբայրներ քույրեր սրտանց չասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը, Տեր արժանի է փառքերի գովեստների։ Կարդում եմ Սուրբ Գիրքը ինձ համար եւ բոլորիս համար, սա գրված է Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ 7-րդ խոսքից, Հովհաննես ավետարան 16-7, ովքեր որ գրում են իրանց մոտ, ես մի քան անգամ կրկնում եմ։ Բայց ես ճշմարիտը կսեմ ձեզի, այս կենաց խոսքը ինձ է հասել եւ ձեզ, բայց ես ճշմարիտ կսեմ ձեզի, աղեք է ձեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ձեզի չի գար, հապա եթե երթամ, զանիկա ձեզ կղրկեմ, եւ ինքը երբ գա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար, արդարության համար ու դատաստանի համար։ Մեղքի համար, որ ինձի չեն հավատար, եւ արդարության համար, որ ես իմ հորս քով կերտամ, եւ ես ալ գրված եւ ինձ չեք տեսնի։ Եղբայրներ քույրեր, այո, Տեր Հիսուսը նույն առաքյալին ասեց, ես պիտի գնամ, բայց մխիթարիչը պիտի գա։ Երբ որ գա մխիթարիչ Սուրբ Հոգին, դու Սուրբ Հոգով պիտի լեցվեք, ինձ համար կլինեք վկաներ, սպասեք Երուսաղեմում, Գործ Կարագելոց առաջի գլուխ 3-րդ խոսքից է գրած, Գործ Կարագելոց առաջին 3։ Եվ Սուրբ Հոգին որ կգա, սպասեք մինչև Սուրբ Հոգին գա, երբ որ կգա, դուք կլեցված կլինեք։ Առաքյալների մոտ առաջացավ խոսք, Տեր Իսրայելի թագավորությունը այս ժամանակի մեջ նորեն պիտի հաստատես։ Տերը պատասխանեց, դա ձեզ չի վերաբերվում։ Ձեզ չի վերաբերում այն բանը, ոնց ասած, որ Աստծո կողմից սահմանված է, բայց դուք սպասեք մինչև երևից զորություն ստանաք։ Երբ որ Սուրբ Հոգուն մարդիկ տեղ են տալիս Սուրբ Հոգին իր գործը պիտի անի, ովքեր տեղ են տալիս։ Առանց Սուրբ Հոգու զորության մի մտածեք, որ փոփոխություն կլինի։ Ինչ որ մի բան պետք է փոխվի, չի լինի։ Հին ուխտում էլ այդպես եղել։ Բոլոր դարերում, մի տեսեք ինչ կատարվավ հին ուխտում էլ։ Սա գրված է Առաջի Գիրք Թագավորաց 10-րդ գլուխ 6 խոսքից։ 10-րդ գլուխ 6 խոսքից Սամվել մարգարեն Սավողամարը ասեց, Սամվել մարգարեն, եւ քո վրա Տիրոջ Հոգին պիտի գա, եւ անոնց հետ մարգարություն պիտի անես, ու դու պիտի փոխվես, ուրիշ մարդ մը պիտի լինես, պիտի փոխվես, ուրիշ մարդ մը պիտի լինես, ու երբ այս նշանները քո վրա գան, ձեր կետ եղած անես, քանզի Աստված քեզի հետ է։ 9-րդ խոսքը։ Ու երբ անկրկրնակը դարձրեց Սամվելի քովեն երտալու համար, Աստված անոր ուրիշ սիրտ մտավ, եւ նույն օրը բոլոր այս նշանները կատարվեցան։ Երբ փոխվեց մարդը, երբ որ Սուրբ Հոգին իջավ իր վրա, եւ մարգարեացավ, դարձավ ուրիշ մարդ, ինչպեսի մարդ, ասուն հաճելի մարդ չէ, ասուն հաճելի մարդ, եւ ուրիշ սիրտ տվեց, դա կատարվեց, երբ որ Սուրբ Հոգին իջավ Սավողի վրա։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, առանց Սուրբ Հոգու զորության նորից եմ կրկնում, ոչ մի արդյունք չի կարող լինել։ Այդպես է գործել Տերը հին ուխտում եւ նոր ուխտում։ Եթե Սամսոնի վրա Սուրբ Հոգին չիջներ, Սամսոնը այդքան մեծ հրաշքներ չէր արել, այդքան մեծ վնասներ չէր տա փղիշտացիներին։ Ոչ մեկը իրան չէր կարող հաղթել։ Միայն մեղքը տարապարտության։ Եթե ոչ նա ինչքան պատկացան գործեր կատարես Աստված իր միջոցով։ Ես ամբողջ եկեղեցին որ գնա դաշտավար մի հատ աղվես չի կարող բռնել, բայց 300 աղվես ոնց բռնեցինք։ Եթե Աստված չգործեր ոնց կարող էր բռնել 300 աղվես, եւ պոչերին կապեց կրակը եւ ամբողջ բաները ծորինի բաները այրեց։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, նույնը Դավիթի վրա է Սուրբ Հոգին որ իջել էր, ինչպեսի գործ կատարված փղշտացի հետ կախված։ Վերջը Գեդեոնի վրա եւ Սուրբ Հոգին եկավ, համաձայնություն եկավ։ Այդպես էլ նոր ուխտի շրջանում խնդրում եմ ուշադիր լսեք։ Այն Սուրբ Հոգին, որ Աստված տվել է մեզ, ինչպեսի հոգի է նա, զորության հոգի է, զգաստության եւ սիրո հոգի է։ Դա պետք է դրսևորվի, բոլորիս կյանքում է դրսևորվի զորությունը, հետո զգաստությունը եւ սերը։ Եվ դա կատարում է Սուրբ Հոգու միջոցով։ Եթե սովորաբար նայելով Սուրբ Գրքին, ինչի համար ունակ, եթե մենք նայում ենք Տեր Հիսուսի մասին ասում է Ղուկաս ավետարանի 4:1-ում գրված է, 4:1, Ղուկաս 4:1,
Եվ Հիսուսը հոգով սրբով լեցված Հորդանից դարձավ։ Ինչի համար հատուկ շեշտվում է Հիսուսը սուրբ հոգով լեցված Հորդանից դարձավ։ Մյուսը 14 խոսքած մեկ Հիսուսը հոգով զորությունով Գալիլեա դարձավ։ Այնտեղ գնաց անապատ գնված է, մյուսը ասում է գնաց փորձվելու։ Եղբայրներ քույրեր, Աստված օգնի, եթե մենք նայում ենք Գործ Կարակելոց 4-րդ գլուխ 31 խոսքից 4:31 Գործ Կարակելոց ինչ կատարվեցավ, երբ որ հավաքվել էին աղոթքի, Սուրբ Հոգու զորությունը իջավ իրանց վրա։ Այնպիսի զորություն իջավ, որ գրված է, որտեղ որ հավաքվել էին, տեղը շարժվեցավ։ Այդ տեղը շարժվեցավ, բայց դրանով չվերջացավ։ Ով է հիշում ինչ կատարվեցավ։ Եթե փորձենք ամբողջ նստենք օրը խորենք, ոնց անենք, որ մեկ սիրտ մեկ հոգի դառնանք, չի լինի, ոչ մի բան չի ստացվի։ Եվ խորելով չի ստացվի, մտածելով չի ստացվի, ինչ-որ մի բան անելով չի ստացվի, բայց Սուրբ Հոգին, որ իջավ զորությամբ, գրված է բոլորը մեկ սիրտ, մեկ հոգի դարձան։ Կատարվավ ամենամեծ հրաշքը։ Ոչ թե միայն տեղը շարժվեցան, նորից եմ կրկնում, այլ մարդկանց սրտերը շարժվեցին։ Այդպես արել Սուրբ Հոգին բոլոր դարերում։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, երբ որ Աստվածային զորությունը որ գալիս է, շատ մեծ բաներ է կատարվում։ Ես երեք այստեղ կենտրոնի ժողովուրդ որ հավաքվել են, խնդրեցին, որ ես էլ գամ, ասեցի, շատ քիչ ձեռքեր բարձրացվեց։ Ասեցի, ովքեր են, որ այսօր նախանձավոր են եկեղեցուն պարգևները գործեն։ Շատ քիչ ձեռքեր, ասի ովքեր են դրա համար որ հատուկ աղոթք են անում։ Շատ քիչերը, որոնք այդ կարևոր հոգսի համար աղոթք են անում։ Եղբայրներ քույրեր, կարևոր է սա։ Եթե մենք նայում ենք, շատ բաներ կա, որը կիսատ է, պարտավոր եմ հորդորել, նախանձավոր եղեք, կիսատ է։ Ասում եմ, երբ որ միատեղ հավաքում եք, առաքյանը գրում, ձեր մեջ սաղմոս կա, երկը, սաղմոս դա երկը փառաբանությունը։ Երկրորդը վարդապետությունը կա, Աստծո խոսքը կարոզվում է, բայց երրորդը ուր է։ Երրորդը հայտնությունն է, մարգարություններ է, նշաններ հրաշքներ են, բժշկության պարգևներ են, եղբայրներ քույրեր։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ որ կոնֆերանս էր Մոսկվայում, հետարքերից մոտ հատուկ գրել եմ այդ խոսքերը, ուզում եմ կարդալ, Տերյոջից ինչպեսի պատկացա հայտնություն եղավ։ Լեզուների պարգևի միջոցով եղավ ռուսերեն, ես թարգմանվեց եւ ես մոտ գրել եմ։ Շատ կարեւոր ուշադիր լսենք հələ։ Շատ կարեւոր ովքեր կարող է ձայնագրում են, թող ձայնագրեն։ Այդպես հետարքիր ինչ խոսք եղավ։ Դա Տիրոջից էր, երկնքից էր։ Ժամանակը մոտ է։ Տիրոջ կողմից եղել այդ լեզուների պարգևը թարգմանությամբ։ Ժամանակը մոտ է։ Ես ուզում եմ, Տերն է խոսում, որ ժողովուրդը սրբանա, առաջի կարևոր բանը, ժողովուրդը սրբանա։ Ես կանցնեմ ժողովրդի միջով եւ կլեցնեմ զորությունով։ Ես կտամ ճշմարիտ զորություն, ուրեմն կեղծել կա։ Ես կտամ ճշմարիտ զորություն եւ իշխանություն։ Շատերը կտեսնեն իմ զորությունը եւ կփառավորեն ինձ։ Այո, ժամանակը շատ մոտ է։ Ես շուտով գալու եմ։ Սրբեցեք, եղբայրների ուղում խոսքը, եւ սրբացեք ժողովուրդը։ Սրբեցեք եւ սրբացեք ժողովուրդը։ Այո։ Եղբայրություն էր կարիք ունի մաքրվելու, սրբվելու։ Առավել այսօր նոր եկեղեցին։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, եթե մի սովորաբար մենք նայում ենք հավատացյալների կյանքում անպամպամտի գործի Տիրոջ հոգին, որովհետև գրված է առաքյալն ասում է, մի գինովցե, գինով որի մեջ անառագություն կա։ Գինի ազդեցություն այնքան ուժեղ է, տանում անառագության, տանում է շատ չարությունների, ինչպես ընտանիքում, այնքան վատ բաներ են անում խմածները, հարբեցողները։ Հələ փորձի առավոտ ասա, որ դու այս բաները թույլ ես տվել, կասի գլխին սարկում եք դուք, դες բան չկա։ Եղբայրներ քույրեր, մի գինովցե, գինով որի մեջ անառագություն կա, այլ Սուրբ Հոգով լեցվեցեք, սաղմոսներով, օրհնություններով եղբայրներ քույրեր։ Համաձայն է, որ դրա կարիքը կա այսօր։ Ինչի՞ մար հավատացյալ ընկնեն հիվանդանոցի դռները։ Իսկ բժիշկները երբ որ գնում ես լավ բան չեն ասում, չէ՞։ Կարող մի հիվանդությամբ ես գնում, ես մի քանի հիվանդություններ հայտ եմ բերում։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, բոլոր դարերում Տիրոջ փառքը միշտ երևացել է։ Երբ որ Սուրբ Հոգին զորությունը գործում է, շատ բաների հայտ է գալիս։ Պարտավոր եմ ձեզ ասել։ Ես մի դեպ պատմեմ, ովքեր որ հին հավատացյալ են գիտեն, Չարբախում Բուրի Քույրիգենստանը ժողով էր։ Այդ պաշտամունքի ժամանակ Լադիկ եղբայրը, որ գիտեք, ձեր սպասավորն ընջեց, Լադիկ եղբայրը կար, Սերգ եղբորը աները, Հարութ եղբայրը կար, Սերգ եղբորը աները, Հարութ եղբայրն էլ կար։
պաշտամունք է, ժողովուրդը տան մեջ պաշտամունք էր։ Մի հատ երիտասարդ աղջիկ կար, Արիացիայից ինքոմ գյուղերից էր գալիս, խելոք, ամուսնացած չէր։ Մոտարապես մի քանի ամիս մասնակցում էր, մի քանի ամիս, բայց ինչ իմանանք, որ ինքը բռնված էր չարով։ Դա երբ ի հայտ եկավ, որ Տիրոջ զորությունը չէր գործում, ծփված էր, չէր զգա, ինքն էլ չգիտեր։ Երբ որ հիշում եմ, այն ժամանակ Աստվածաշունչ այդքան չկար, նոր կտակարան էր, գրբանի։ Այդ կտակարանը կարդալու ժամանակ ձեր կերես կտակարան երկնային զորություն իջավ խոսքի ժամանակ։ Ձեր կերես ոնց որ հազարավոր հոսանք դուրս գար։ Այս աղջիկ ընկավ գետին ու ձայներ անել, չչալ ձայներ անել, պարզվեց որ դիվահար է, բռնված է չարով։ Հետո աղոթներով ազատագրվեց։ Եղբայրներ, քույրեր, ինչքան ովքեր տեղ են տալիս Սուրբ Հոգու զորության շատ բաներ, շատ մարդկանց կյանքն է փոխվում, շատ կաբանքներ ազատագրվում են կաբանքներից, շատ վիճակները փոխվում են։ Դա ասում է Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը։ Տեցի կրոգում ինչքան եղել են հոգիներ, որոնք ազատագրվել են։ Եղբայրներ, քույրեր, շատեր այսօր հավատացյալներ կան, որոնք քիչ օշտությամբ բավարարում են։ Երբեք մի բավարարվեք։ Տերը մեծ բան է պատրաստել իր ժողովի գեղեցու համար։ Մեծ բան է պատրաստել ինձ համար եւ ձեզ համար։ Գնացեք տուն Եզեկիելի 47-րդ գլուխը կարդացեք առաջի խոսքից։ Եզեկիելի 47-րդ գլուխ առաջի խոսքից։ Տերը Մարգարեն ասեց. մտիր գետը, հիշում եք։ Մտիր գետը, ասում է միջև ջուրը հասավ չափիր, մտիր գետը։ Գրված է ջուրը միջև գրված է գարշապար հասավ, ասեց մի բավարարվի։ Մտիր խորասուզվիր, միջև ծնկները, խորասուզվիր։ Գրված է միջև գոտկատեղը, էլի բավարար չէր։ Եթե գոտկատեղում է մարդը կարող առաջել գնալ, ցախել գնալ, հետ գնալ կամ աճուծախ։ Բայց ասեց մտիր գետ ավելի եւ ասմարտին պետք է լողալով գնայի։ Գետը որտեղ տանում իրան պետք է տաներ իրան։ Եվ այնտեղ որտեղ գրում էր գետը բժշկություններ լինում։ Ձկները շատանում են, աճ ու ձախ կողմը գրված է ծառեր կային, որոնք ամեն ամիս իրանց պտուղն են տալիս։ Եղբայրներ, քույրեր, բոլոր ժամանակներում մենք ճաշակել ենք Տիրոջ զորությունները, բացահայտ եղել է, գիտեք, Փարոսում եւ տարբեր տեղերում մեծ գործեր էր կատարում։ Հիշում եմ, բանում էր մանոմենտը որ 60-յա պաշտամունք էր, մեր Գերմանիայից ավակ եղբայրներ եկել են։ Վերջում աղոթքը չէր դատարում։ Կրագի չեր։ Ինձ հարցեց ասեց Կանդրատի Սաշան ասեց մամկա եղբայր երբ վերջանա ասես սկզբը ժամին է սկսում բայց վերջանալը չեմ կարող ասել չեմ կարա զորությունի չէ ով կարա կանգնեցնել եղբայրներ քույրեր այսօր հավատացյալներ կա որոնք սովորաբար համակերպվել են վիճակին ինչի համար է գրված Տերն ասեց ես ձեզ տալիս եմ իշխանություն դա մենակ առաքյալերին չի վերաբերում որովհետև մեր միջինը դա Սուրբ Հոգին աշխարհից մեծ է մեկ հələ մտածեք ո՞նց կլինի աշխարհից մեծ է բայց ես պարտվում եմ ես շփոթվում եմ ինչի համար եղբայրը կարտած չէ թե մավան շուկի ձորի մեջ էլ պտտեմ չարեն չպիտի վախենամ մավան շուկի ձոր չպիտի վախենամ որ դու ինձ հետ ես եղբայրներ քուրի մեր միջին աշխարհից մեծ է այն հոգին որը սովորաբար Տերը դրել է ես ձեզ տալիս եմ իշխանություն սատանայի քանի տոկոս զորության վրա ով է հիշում բոլոր զորության վրա կողքրտելու մահաբերտունը դες չի վնասի օծելի կարժին վրա պետք է քարեր չպետք է վնասի Բուրիգենստոնը սովորաբար որ հավաքում են պապայի ժամանակ այնտեղ խոր վիրաբին գիտեք Վարշավի վիրաբը ին վաղտվա եղբայրները սովորաբար միասին գիտեք ինչքան երկար աղոթքի են տեղ տալիս մի օր աղոթքից ելնելուց անձրև ժամանակ մայթով քայլելով եկել են անհավատ տղաներ ասեն կողքով անցել են հետ են վերադարձել եկեն ասեն ծածաներ մի բան հարցեմ ձեզի ով եք դուք ասում ինչի համար մենք ձեր կողքով անցանք մեր մեջ հոսանք մտավ ձերից ովքեր եք դուք այո հոսանք է գալիս լեցված են եղել զորությամբ լեցունությամբ այսօր համանվանք համակերպեն այս վիճակով չէ մի համակերպեք Քրիստոսով եղբայրներ քույր մի համակերպեք ժամանակն է դες ասեց ես կանցնեմ իր կտամ ճշտամարիտ զորություն եւ իշխանություն շատերը տեսնեն իմ զորությունը կփարավորեն ինձ հենց որ Սուրբ Հոգու ամպ իջնում է հրաշքներ է կատարում Աստված անձև որողարկում արդյունք է բերում չէ անձևը գրված է բարապ անպտող չի լինում անձևի ժամանակ արդյունք է բերում երկրին այդպես էլ օրհնությունը որ իջնում է կատարում են մաքրություն եկեղեցում ազատագրում բժշկություններ նշաններ հրաշքներ ինչի ընկնենք իրանց դռները հիվանդանոցի այլ չտեսնենք Տիրոջ փառքը դրա զորությունը համաձայն եք եղբայրներ քույրեր Աստված օգնի ինչի համար առաքյալն ասում է Ֆիլիպպեցիս 3:10 Ֆիլիպպեցիս 3:10-ում ասում է ճանաչելու զանիկա նոր ասում է հարության զորությունը ովքեր մոտիկի ճանաչում են Քրիստոսին հարության զորությունը անպայման պետք է գործի եղբայրներ քույրեր հնարավոր չէ չգործի հա Աստված զորացնի մեզ ձեզ ինչքան կարևոր է
Եթե ասում եմ հայտնության որ կարդում ենք 12-ի 12-ում գրված է նրանք եւ նրան հաղթեցին ինչպես Գառնուկի արյունովը միշտ դավանեի Գառնուկի արյունը եւ իրանց կյանքը չսիրեցին միջև մահ Գառնուկի արյունովը հաղթությունը ինչքան այսօր հավատացյալներ կա որոնք պարտվում են ինչքան հավատացյալներ կա որը շատ բանից վախենում են սև կադուել որ ասում են այդ կադուից էլ են վախենում երբ մի բան պատայի մեզի ինչ ասես սնոտա պաշտության բաները գալիս են ոչ եղբայրներ քույրեր հավատքով ապրեք ասում փարտվեք ինչն է որ պետք է հաղթի աշխարհը եթե ոչ այն հավատքը որը կառուցված Աստծո խոսքի վրա այո հաղթողին նորից եմ ասում լավ բան է սպասում պարտվողը լավ բան չի կարող ստանալ Աստված թողորտնի շատ կարևոր է սա անցեք լուրջ աղոթքի կյանքի եկեղեցին պետք է արտանա մենք որ արտանանք դուք որ արտանաք ձեր ընտանիքները կարտանան գիտեք ժամանակին եղել է խոսքը վկայել են չեն կարողացել մարդը չափ աշխարհել այնքան ուժեղ է գործել խոսքը այնքան ուժեղ հասկացար որ մի անգամ ասելու մարդը լրիվ դարձի եկել երբ որ մենք արտանանք խնդրում եմ ձեզ մի ուշացրեք ձեր ապաշխարությունը ընտանիք ապաշխարությունը կախված է ձեզանից հենց որ Սուրբ Հոգին գործում է ձեր կյանքն է փոխվում մի հատ օրինակ սովորաբար եղել է դեպք մի հատ գյուղում առավոտ կիրակորը տղամարդիկ փողոցի վրա կանգնած խոսում են հարևանից մեկը տղամարդ գալիս է տղեր գիտի ինչ եղի ինչի մասին եք խոսում ասում այն մարդը մեկը քաղաքից եկել այստեղ խումբ է բացել եւ վաղ որ մեր կանանց էլ կտանի հավատքի կանգնել ենք այստեղ բռնենք ծեծենք այստեղից լարենք որպեսզի մյուս անգամ չգա այստեղ այդ տղամարդը ինչ ասի լավ է այդ հարևանը որ տղեր ջան դες բան չանեք ինչի համար ասում իմ կինս էլ է մասնակցում դենաս ոնց է փոխվել ոնց է խելոքացել ոնց է փոխվել եղբայրներ քույրեր եթե ունակ սովորաբար փոխված չներ հաստատ ծեծկուտ Բայտեցը կասեն գնում եմ մեր քիները գնում բայց լեզուն ես մենակ գիտես մի բանից էլ եմ վախենում այսօր ինչքան ասին կանայական գիտեք չէ սիլիկոներ են դնում շուրթերին ես ինչ են անում բայց վախենում են կարող է բանը լեզվիներ սիլիկոն դնել ինչ իմանաս Աստված խղճա ողորմություն անի իրոք որ ժամանակն է քնից արտանալը ժամանակն է արտանանք երբ որ ընտանիքները կարտանան եկեղեցին արտանա Հայաստանում արտություն կլինի գիտեք ես երեք էլ վկայեցի տարիներ առաջ վկատեսիլ կեր եղել Հայաստանից մաքուր ջուր հոսում են դեպի մուսուլմանական երկիր ուժ բոլորը մուսուլմանները ասում են ինչ մաքուր ջուր է գալիս Հայաստանից պետք է արտություն սկսվի եղբայրներ քույրեր դա կախված է եկեղեցուց կախված է եկեղեցու արտությունից ինչքան հնդիկներ են գալիս ինչքան պարսիկներ կան հիմա ինչքան բաներ կա երեգել օպերայում բաներ ավետարանչություն են արել ռուսների համար մոտ 40-ի չափ մոտ 38-40 չափ բանով Կրասնոդարից բանից հավատացյալներ եկել խորը երկչախումբը ավետարանչություն անեմ ռուսների համար ուկրաինացիների համար Հիսուսով եղբայրներ քույրեր Աստված օգնի դուր բացի որ իրոք որ Հայաստանում մեծ բռնկվի արտություն ոչ մեկը թող կորուս չգնա համաձայն եք եղբայրներ քույրեր Ինչի համար առաքալը գրում է Հռոմացիների 12:11 ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք հոգով բորբոքվեք Տիրոջը ծառայեցեք ովքեր ջանքի մեջ թուլասիրտ են Սուրբ Հոգով չեն կարողացել երբ որ Սուրբ Հոգին սկսում է գործել շատ բաներ է կատարում մարգարություններ հայտություններ է լինում ինչի համար է գրած մեկի կարա մարգարյանալ ես դա տեսել եմ զորության ժամանակ սկսում է այնպես գործել որ սովորաբար մարգարություններ են լինում հայտություն է լինում նշաններ հրաշքներ են երևում բայց այսօր դրա ժամանակը կա ժամանակ ունենք մի բան է պատմեմ երեք այդ մասին հետարքիր է տեսեք մարդը որ սովորաբար կորցում ասու հետ եղած կապը ամեն ինչ ընդունակ է երեք էլ վկայեցի ներող կրնեք որ մի քիչ ծիծաղելի է իրական դեպք է սա իմ այդ քույրիկը չեմ անում այդ քույրիկը չեմ ասում ով որ քույրիկն է պարզավոր այստեղ Հայաստանում չէ երբ որ իմ տիկնոջ հետ խոսում ասում գիտես ինչ իր մամուսինը սպասավոր եղեն ընջելը իմ տիկնոջ հետ զրուցելու ժամանակ ասում ես արդեն գնում եմ գերեզման մահացած ամուսնուս գնում եմ դարդերը սաղ պատմում եմ իմ դարդերը մահացած ամուսնու պատմում է գերեզմանի մոտ իմ տիկին էլ գիտի տանական վիճակ ասում է դու ընկենտանի ժամանակ շատ էր քեզ լսում հիմա էլ քեզ լսի մեռած գրածել է գերեզման դարդերը պատմի փոխանակ Հիսուսին պատմի մեռածին ինչ անի երող կլինեք Առաքյալը գրում է եւ այս մեծ գանձը
Մենք հողի կավի ամանոթների մեջ ունենք, դա ինչն է, որպես զորության առավելությունը մարդկանցից չլինի։ Մենք անոթ ենք, կավի անոթ ենք, բայց գանձը Սուրբ Հոգին է։ Գանձը Սուրբ Հոգին է։ Մեր եղբայրից մեկը ննջել են, չի մարեմ ասում։ Ինքը շատ լավ էր բացատրում հողի մեջ եղած գանձի համար։ Մի օր ճամբարում քույրիկները մոտենում իր կնոջն ասում են, այ բան ջան, քույրի ջան, այդ ամուսինը ինչ լավ է բացատրում հողի մեջ եղած գանձը։ Ասում ինչից եք խաբար։ Գանձը տանում է ժողովրդին, բաժնում է, հողն էլ բերում է, լսում է գլխիս, ընձի գաշ կա, բաժին չունենք։ Պետք է պատրաստենք աղոթքի։ Պետք է զղջանք, որովհետև Տիրոջը քիչ ենք տեղ տալիս։ Պարտավոր եմ ասել, Տիրոջը տեղ տվեք։ Այն բաները, որ Աստված գործել իմ կյանքի մեջ, դեղել է ծնկների վրա աղոթքի կյանքի մեջ։ Հայ էլեկտրոգործարան գիտեք, քանի տարի եմ աշխատել, Պրախադնոյում դուրս են գալիս աղոթքով, կեր մասնագետ են եղել իրան գիտեն։ Ծերեթելում դուրս են գալիս Աստղիկենց տուն, Վարոդենց, Աստղիկենց, Ալբերտենց տունը, Լուսիկ քրիգեր տունը, Գարեգին, որը գիտեք որ ննջեց, իրանց տունը, գիտեք, Պերիվի ժամանակ մենք դուրս են գալիս աղոթքի։ Գնում ենք նորից մեր աշխատանքի։ Ինչքան հալածվող քույրեր կային, ցերեկը գալիս են ամուսները չգիտեն, որ իրանք գալիս են աղոթքի, իրանց ամուսները հետո ապաշխարեցին։ Ինչ որ անում աղոթքի կյանքն անում, զղջանք, որ քիչ ենք աղոթում։ Զղջանք, որ քիչ ենք աղոթում։ Մի հատ էլ վկայություն, դե շուտ գնում եք դե ճաշարան մոտիկ էր, արագ որ գնանք ճաշարան, որ հերթչելներ, որպեսզի շատ աղոթքի տեղ տայինք։ Մի օր էլ լսենք սեղանը, ազատ էր սեղան, բոլորը անկախ կին բան կարող են ազատ տեղ նստել։ Եվ որ ասենք նոր է նստի սեղանին, մի հատ էլ կին եկավ տալ երկեք բանը դրեց, մեկ էս տղամարդու վատ խոսքեր ասել։ Նայեցի տեսա ձերքերի թևերի վրա դաշված բաներ կան։ Հասկացա նստածելած։ Ասի այ քույրիկ ջան, վախեցի Աստծուց, ասի դժոխ կա։ Ինչ ասի լավ է։ Դու ես այնպես մեղավոր կին եմ, ինձ դժոխն է չին տունի։ Հավատացյալներ կա խրատը խորհուրդը չեն ընդունում, հանդիմանությունը չեն ընդունում։ Այդ կինը տեսեք ինչքան զգաց իր մեղավորությունը։ Օգնի եղբայրները սպասավորներ, աղոթող եղբայրներ, իմ խնդրված է։ Ես եղբայրին խնդրում եմ, շատ տեղերում սկզբից աղոթքի տեղ են տալիս սկզբից, որ ծանրությունը գնա։ Վերջում աղոթքի տեղ են տալիս։ Ես բժշկության պաշտամունքին ովքեր ներկա էին շատ ուրախացա։ Եվ սկզբից աղոթները գնաց ուժեղ զորություն կար, եւ վերջում աղոթքների տեղ տրվեց։ Ամպը իջավ։ Եղավ հիմա հերթը ումն է, ով կար ասի։ Հերթը իմն է եւ ձերն է։ Կանգնենք աղոթքի տեղ տանք։ Ինչ հոգսեր խնդիրներ կա Տիրոջ առջև բերեն։ Եղբայրներ Արման ջան, եղբայրներով եկեք։ Մի 4-5 եղբայրներ եկեք աղոթներ արա։ Անկեղծանակ սրտերը բացենք։ Մոտենանք Աստծուն, գրված է ճշմարիտ սրտով, հետո ովիշմ, լեցուն հավատքով, երկու բան է գրած։ Մոտենանք Աստծուն ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով։